օրենքիների նախագծեր, որոնք ներկայումս գտնվում են ազգային ժողովում եւ իհարկե ազգային ժողովի ընդունելուց հետո արդեն եւ ավելացվելուց հետո նրանք ուժի մեջ կմտնեն։ Կառավարության կողմից հավանության արժանացած նախագծով մի շարք փոփոխություններ են կատարվել պետական նպաստների մասին օրենքում։ Մասնավորապես թերևս ամենաէականը երրորդ եւ յուրաքանչյուր երեխայի համար տրվող նպաստի կատեգորիան է, որ ներառվեց պետական նպաստների մասին օրենք։ Որպես դրամական աջակցություն նա ներկայումս էլ գործում է 2021 թվականին ընդունված իրավական ակտով 22 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների ծննդյան կապակցությամբ ընտանիքներին տրամադրվում է 50,000 դրամական աջակցություն յուրաքանչյուր ամիս մինչև երեխայի 6 տարին լրանալը։ Պայմանն այն է, որպեսզի այս 50,000 դրամ ամսական եկամուտները տրամադրվեն, որպեսզի երեխայում նոր ծնված երեխայի կարգաթիվը լինի երրորդ կամ հաջորդ, այսինքն 22 թվականի հունվարի 1-ից հետո ընտանիքում ծնվի երրորդ, 4-րդ, 5-րդ երեխա, մեկից ավել երեխա ծնվելու դեպքում տրվում է յուրաքանչյուր երեխայի համար, այսինքն օրինակ, եթե ընտանիքում առաջին անգամ եռյակ ծնվի, ապա յուրաքանչյուր երեխայի համար 50,000 դրամները կտրամադրվեն մինչև երեխաների 6 տարին լրանալը։ Պայմանն նաև որպեսզի երեխայի ծնողները լինեն ՀՀ քաղաքացիներ, առնվազն դիմող ծնողում դիմումի հիման վրա կնշանակվի լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սա դրամական աջակցություն էր, իրականացվում էր որպես ծրագիր, ինքը այսպես փորձնական ծրագիր էր եւ բավական երկար 22 թվականից սկսած մենք իրականացրեցինք 22, 23, 24, 25։ 4 տարի իրականացրեցինք ծրագիրը, 25 թվականին նախարարության ազգային ինստիտուտը վերլուծություններ կատարեց, ուսումնասիրություններ կատարեց եւ ուսումնասիրության արդյունքով պարզվեց, որ այնուհանդերձ միջոցառումը դրական ազդեցություն ունի ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար։ Ըստ այդմ որոշվեց փոխել այդ դրամական աջակցության կարգավիճակը, փոխանակ տրամադրելու որպես միջոցառում, դարձնել ավելի պարտադիր, դրամական աջակցություն պետության կողմից եւ սահմանվի որպես պետական նպաստի առանցին տեսակ։ Սա նշանակում է օրենքի ընդունումից հետո արդեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ երեխայի ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 4 նպաստ, նախքին 3-ի փոխարեն։ Առաջինը բնականաբար մայրության նպաստն է տրվում է հղի կնոջը, ընդ որում թե աշխատող, թե չաշխատող մամաներին,